ինչպես քո փոքրիկ գաղափարը դարձրիր բիզնես գաղափար եւ իրականություն։ 2019 թվականն էր, ես ունեցել եմ շատ մեծ կորուստ, ֆինանսական մեծ կորուստ, ինչքան 1.5 միլիոն։ Դե ամուսինը չի թողնում, եղբայրը չի թողնում, աղջիկներով Բզալի աղջիկներով կգնանք։ Միայնակ աղջիկը երբ որ ճանապարհորդում է, դա չգիտեմ ինչու լավ չէր դիտվում կողքից։ Միայն աղջիկների տանում ես քեզ հետ ու ցույց ես տալիս ամբողջ աշխարհը։ Այդ գումարը գտնելու համար օգնության են հասնում բանկերը։ Եղել են դեպքեր, որ թվացել է, որ իսկապես իրավիճակը քո ձեռքերում է, ամբողջությամբ քո տիրապետության տակ է, բայց հանկարծ իրավիճակը դուրս է եկել։ Մեր գիդը մեզ ասում է, որ հատկապես կանանց համար Դուբայը շատ ապահով է, շատ անվտանգ է, ու այդ զրույցից 5 րոպե անց մենք հայտնվում ենք ոստիկանությունում։ Աղջիկներ ավելի շատ տեսնելու, ճամփորդելու համար են գալիս իրականությունից կտրվելու, թե նկարվելու։ Աղջիկ կա, որ գալիս է թանգարաններով շրջելու, աղջիկ կա, որ գալիս է շոփինգի, աղջիկ կա, որ գալիս է նկարվելու։ Թեմայի մեջ բացում ենք թեման բոլոր կողմերից։ Անընդհատ ճամփորդելը բոլորիս երազանքն է կարծում եմ, բայց երբ դա նաև եկամուտ է բերում, կարծում եմ համարյա հաղթել ես կյանքը։ Այդպես է թե ոչ, կպարզենք։ Ինձ դված հանդիսատեսներ, այդպես է թե ոչ, ձեր չեմ տեսնում ձեր, այո։ Ես իրավ ուզում եմ ներկայացնել մեր այսօրվա հյուրին, մեր հյուրն է Girly Trip-ի հիմնադիր, travel blogger Հասմիկ Ներսիսյանը, ողջույն Հասմիկ, շատ սպասված զրույց։ Ինչ լավ է, որ Հայաստանում ես եւ մեզ հյուր ես եկել։ Բարև ձեզ, մերսի շատ հրավերի համար, հատկապես որ իմ սիրելի մարդկանց մոտ եմ կրկին։ Ձեզ շատ սիրում եմ։ Մենք էլ Հաս պետք է սկսենք ամենասկզբից։ Դու Հայաստանում հիմնեցիր ճամփորդական մի ձևաչափ, որը նախկինում չկար եւ իր տեսակով առանձնահատուկ է, կարծեմ մինչեւ օրս։ Միայն աղջիկների տանում ես քեզ հետ ու ցույց ես տալիս ամբողջ աշխարհը։ Արի սկսենք այնտեղից, թե որտեղից ծնվեց այդ գաղափարը եւ որքանով է աղջիկներով ճամփորդելու այդ գաղափարը հայկական իրականությունը քեզ թելադրել, որ այո, դե ամուսինը չի թողնում, եղբայրը չի թողնում, աղջիկներով կգնանք։ Բզալի աղջիկներով կգնանք։ Իրականում այդ նույն խնդիրը նաև ունեցել եմ ես եւ գաղափարը ծնվել է, եթե չեմ սխալվում, 2019 թվականին։ Իրականում միտում չկար ինչ որ հստակ մի բան ստեղծելու, որ ճանապարհորդենք եւ այլն։ Ուղղակի առաջին անգամ որոշում ենք ընկերուհիներով ճանապարհորդել, բայց բնականաբար քանի որ բոլորս ինչ որ ֆիքսված աշխատավարձ էինք ստանում, բայց ցանկություն կար տեսնելու մի քանի երկիր, Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Լեհաստան, դրա համար անհրաժեշտ էր մեծ գումար, իսկ այդ գումարը գտնելու համար պետք է օգնության են հասնում բանկերը, եւ դա իմ առաջին վարկն է լինում, որ ես վերցնում եմ ու կողքից երևի ինչ որ մեկը չկարողացել ասել ու շատ ճիշտ ես անում, ինձ ասում էին ով է վարկով ճանապարհորդում եւ այլն, բայց ես այդ ժամանակ էլ մտածում էի, որ ես այդ գումարով գնում եմ էմոցիաներ, քանի որ ոչ թե ափսոս է այդ գումարը, այլ ափսոս է իմ ժամանակը, իմ երիտասարդ տարիները ու իմ հնարավորությունը, որը ես ոչ մի ձևով պատրաստ չեմ ձեռքիցս բաց թողնել։ Այդպես աղջիկներով գնում ենք երկրից դուրս ու վերցնում ենք տներ տարբեր երկրներում, կոնկրետ այդ ճանապարհության ընթացքում, եւ երբ որ վերադառնում ենք, արդեն այդ միտքը ինձ հանգիստ չի տալիս ճանապարհորդելու աղջիկներով գնալու, որովհետեւ միայն աղջիկներով կարող էիր տանը մնալ միասին, ինչ որ աղջկական երեկոներ, դիմակներ, շոփինգ, միասին նախաճաշ, սուրճ եւ այլն։ Աղջիկները։ Չնայած տղաներն էլ։ Տղաներն էլ նախանձեցին։ Տղաներն էլ կուզեին Girly Trips-ով գնալ։ Շատ առաջարկներ են եղել տղաների կողմից։ Հետաքրքիր է, այսպեսի մի հարց, եղել են մարդիկ, ովքեր եկել են ու գտել են իրենց լավագույն ընկերուհիներին, կամ որտեղ ասացիք, որ դուք ընկերուհիներով եք գնացել, հետո ձեր տենց ընկերների շրջանակը գնալով մեծացել ու դարձել են լավագույն ընկերուհիներ, եղել է։ Իհարկե շատ է եղել են, որ հետո իրար հարսնաքուր են դարձել։ Բարի պատմություններ։ Սկսել են ճանապարհորդել միասին ու դարձել են շատ մոտ ընկերուհիներ։ Բայց իմ հարցը ընկերուհիներ։ կլինի չշրջանցենք ու խոսենք այն մասին, թե ինչպես է հայկական իրականությունը թելադրել հենց աղջիկներով ճամփորդելու գաղափարը։ Քանի որ ես ինքս մեր ընտանիքում ունեի նման խնդիր, այսինքն տարիներ առաջ միայնակ աղջիկը երբ որ ճանապարհորդում է, դա չգիտեմ ինչու լավ չէր դիտվում կողքից։ Ես մտածեցի դե լավ ինչ կարելի անել, որ ոչ թե ուղղակի դա ցանկություն, այլ ես պետքա ուղղակի դա իմ գործն է, ես պիտի գնամ, այնպես չի որ ես տենց ուզում եմ, բայց պետքա գնամ, որովհետև դա իմ գործն է։ Ու երբ որ
որ վերադառնում ենք այդ մեր առաջին տուրից, այդ միտքին հանգիստ չի տալիս, որ ուզում եմ ստեղծել մի բան, որը պատկանի միայն ինձ, չլինի դրանից ոչ միտեղ, որովհետև ամեն տարբերակով search եմ արել, որ նման բան, հենց girly trip անունը եղած չլինի։ Ու այդպես ծնվում է girly trip գաղափարը, եւ դրանից հետո արդեն շատ աղջիկներ են միանում, շատ անծանոթ աղջիկներ, ովքեր ունեին խնդիր, որովհետև իրենց ընկերները չէին թողում, որ միայնակ գային, ծնողները չէին թողում, եղբայրը չէր թողում, ու այս իրենց համար շատ լավ տարբերակ էր միանալու միայն աղջիկների համար նախատեսված տուրերին։ Վստահաբար եղել են զավեշտալի պատմություններ այս թեմայով, թե ինչպես օրինակ ամուսինը կամ հայրը արգելել է, կա այդպիսի դրվագ, որ կհիշես։ Իհարկե, շատ են եղել։ Լուսաբանեք։ Շատ են եղել, բայց ես մի դեպքը կհիշեմ, դե ես տուրեր անում եմ նաև Հայաստանում, երբ որ Հայաստանում եմ լինում, այստեղ եւս կազմակերպում եմ ու մի անգամ մի աղջիկ ազանգահարում, ես ունեմ խնդիր, ասում ամուսինս ինձ չի թողում, հաստատ միայն աղջիկների համար է, չէ, ոչ մի տղա չի լինելու, ասում դե չէ, ոնց որ սթորիներից է, ռիլերից է կարակ տեսնենք, էլի որ տղա չի լինում, հենց նախատեսված է աղջիկների համար, ու այդպես ասում է լավ, ամուսնուս հազիվ համոզել եմ, գալիս եմ, ու դե ես միշտ տուրերից առաջ չաթ եմ բացում աղջիկներով նախնական այդ ծանոթությունը ունենում ենք, մոտավորապես 25 աղջիկ էինք այդ չաթում, ու ինքը պատմում է իր դեպքը, գիտեք չէ, աղջիկներ ջան, ամուսնուս հազիվ եմ համոզել, ու այսպես ինչ որ երկար պատմություն է պատմում, դրանից հետո արդեն երբ որ մենք սպասում ենք այդ աղջկան, որ գար ու ուղևորվեինք, Սևան էինք գնում, եթե չեմ սխալվում, ու ամուսինն է իրան բերում, մեկ է տեսնում ենք տենց մեքենայից որ դուրս է գալիս, մի անգամից դեմքի փոխվում է, կնոջ հետ ասկսում խոսել, ինչ որ թեմա են ունենում։ Գիտեմ ինչն է պատճառը։ Բոլորս զգուշակեցին։ Լավ։ Երբ գալիս է այդ աղջիկը, ասում ենք, բասում էր թողել է, էլի, ասում է դե ես որ ասել եմ աղջիկա կանա, տեսա որ վաղորդը տղա է, ասես բասում էր աղջիկա կանա։ Շատ ներողություն, բայց այդ աբսուրդ է։ Իսկ դրանից հետո չես մտածել կին վարորդ ունենալու մասին, որ ձեզ տեղափոխի։ Ես մեկ-մեկ նաև վարորդ եմ լինում։ Չէ, այդ շատ, որպես տղամարդ, մի հատ ասա։ Չէ, այդ շատ է։ Իմ համար ընդհանրապես էական չի, անկեղծ եմ ասում, եթե ապագայում ունենամ կին ու ինքը ուզենա մենակ ճամփորդել, բնականաբար խնդրեմ չի։ Իհարկե։ Իրականում Բայց մենակ աղջիկներով։ Փորձից ելնելով Ու որ վարորդը տղա չլինի։ Դաժե պիլոտը։ Փորձից ելնելով տենդենսը կարծես թե փոխվել է, հիմա այդ խնդիրը շատ չի լինում։ Արի մի քիչ այդ տրանսֆորմացիայից խոսենք, կարճ թե արդյոք կա այս տարիների ընթացքում փոփոխություն։ Ու ես ուզում եմ մի անգամ ավելացնել հարցին, ինչքանով է այդ ճամփորդությունները, girly trip-ները փոխում մարդկանց կյանքը, աշխարհայացքը ու նաև գուցե իրանք ներառում են դրա մեջ նաև հետո իրանց ամուսիններին, ովքեր որ դեմ էին, որ մենակ գնան կամ ինչ-որ բան, ոչ ձերդ իհարկե, բայց այնպես դառնում են ճամփորդող ընտանիքներ, ինչքանով է փոխում։ Իրականում այդ փոփոխությունը ես ինքս նկատել եմ տուրերի ընթացքում, բնականաբար երբ որ առաջին անգամ աղջիկը դիմում ու գալիս, շատ ընտանիքով, ամբողջ ընտանիքով գալիս են ճանապարհելու, քանի որ հետաքրքիր է այս աղջիկը ում հետ է ճանապարհ ընկնում։ Անկամ մի աղջիկ ասում է, գիտեք չէ, բոլոր բարեկամներին ուղարկել եմ ձեր էջը, որ տեսնեն ով է, պապայիս եմ ցույց տվել, պապայի հետ է եկել տուրիստական գործակալություն եւ այլն, որ իրեն թույլ տան։ Ընտանիքով նստած Հասմիկի էջն են նայում, որ հանկարծ մի հատ սթորիում տղամարդ երևաց, վերջ։ Իրական երկրից դուրս գնալը այդքան տղամարդու խնդիրը չի, ինչքան ապահովության զգացման, որովհետև բնականաբար ես ինքս էլ եմ մտածում, էլի, դու չգիտես ում հետ ես ուղարկում, բայց այդ մի դեպքից հետո արդեն այնպես է եղել, որ մամա ու աղջիկ են եկել ու դրանից հետո մաման ասել է վերջ, այն որ աղջիկս արդեն քո հետ ամենտեղ կարա գա, խնդիր չի, կարա հանգիստ գա։ Ապահովությունից խոսեց, առաջարկում եմ հենց անվտանգության մասին մեկ հարց, եղել են դեպքեր, որ թվացել է, որ իսկապես իրավիճակը քո ձեռքերում է, ամբողջությամբ քո տիրապետության տակ է, բայց հանկարծ իրավիճակը դուրս է եկել։ Այսպես մեկ շել շոկով։ Իրականում, քանի որ ես մի քիչ չափազանցված պատասխանատու մարդ եմ ու այդ տարբերակները միշտ մտածում եմ, բա որ հանկարծ մի բան լինի, միշտ ունեմ A, B, C, D, E տարբերակներ, որովհետև մտածում եմ, օքեյ, բնականաբար ինչ-որ բան կարա լինի։ Բայց շատ սպეციფიկ երկրներ եք նաև գնում։ Ու կարծում եմ, որ այդ երկրների օրենքները երբեմն կարող են ձեզ ինչ-որ խոչընդոտների առաջ կանգնեցնել։ Չեն եղել նման դեպքեր։ Եղել են մեկ անգամ Դուբայում, մեկ տարի առաջ։ Հարմ դեպք։ Մենք բնականաբար այնտեղ տուրի ենք գնում Հին Դուբայում եւ մեր գիդը մեզ ասում է, որ հատկապես կանանց համար Դուբայը շատ ապահով է, շատ անվտանգ է ու այդ զրույցից 5 րոպե անց մենք հայտնվում ենք ոստիկանությունում։ Մեկ ուրիշ եգիպտացի գիդի շնորհիվ
այնտեղ Starbucks-ը կա, որը բոլորին հայտնի է, ամենա-Instagrammable տեղն է, որտեղ աղջիկները գալիս են նկարվում են ու բոլորս գիտենք, որ այդ տեղերը հերթ է լինում։ Մենք գնում ենք մեզանից առաջ մի խումբ աղջիկներ նկարվում են, սպասում ենք իրենց, վերջացնում են ու բնականաբար մենք 20 հոգով գրավում ենք այդ տեղը ու պատկերացրեք 20 աղջիկներ մինչև նկարվեն։ 2 րոպե անց, երբ որ մենք ասում ենք, օքեյ, հես այստեղ ազատվեց, դու գնացեք ձեր սուրճը վերցրեք, եկեք նկարվեք հերթով։ Մեզ մոտենում է մի եգիպտացի գիդ իր երևի մի 5 հոգի աղջիկների խմբի հետ, ովքեր նույնպես եկել են նկարվելու ու իրոք սկսում է գոռալ մեր վրա, ոչ թե ուղակի խնդրել, որ կներեք 10 րոպե ժամանակ ունենք, արագ նկարվեն, գնանք, այլ գոռալ, որ դուք չեք ստեղի տերն ու տիրակալը, սա ձեզ չի պատկանում, արագացրեք, այստեղից դուրս եկեք, որովհետև իմ աղջիկները պետք է նկարվեն, մենք ձեր ժամանակը չունենք։ Նկարվելու կռիվ աղջիկների միջև։ Ու հա, ռուսերենով է այդ ամենը։ Գիդը աղջիկ է։ Գիդը, չէ, գիդը տղամարդ է։ Ինքը բնականաբար որ սկսում է գոռալ, մենք էլ հոլուր չենք մնալու, մենք էլ սկսում ենք իր վրա գոռալ, այդպես բոլոր մյուս աղջիկներն են հավաքվում ու սկսվում են, բայց մի քանիսը բնականաբար sense արդեն վախեցած։ Դե ես է քանի որ արկածախնդիր եմ ու սիրում եմ տենց բաներ, պատտում եմ ասում, եթե կարակ նկարեք, ես մեզ միշտ հիշատակ կլինի, ասում ինչ հավես է վայելեք այս պահը։ Ասում մենք կռվանք, դուք վայելեք այս պահը, ու բնականաբար մենք ասենք, որ ոստիկանություն ենք կանչելու, ոստիկանությունը արագ, շատ արագ չեմ կարող բացատրել, ինչ արագությամբ հասնում է տեղ։ Մեզ տանում են ինձ եւ ընկերուհուս գլխավոր ոստիկանի մոտ, մենք առանձին սենյակում վիդեո քոլ ենք ունենում նրա հետ ու այդ ընթացքում ես ինձ թաքուն ասում եմ տաթավեսա չէ երբեք սնզան չէր եղել մեզ հետ ու ես մտածում եմ ոնց նկարեմ այդ պահը որ միշտ հիշենք մի խոսքով այդպես մենք իբր շատ զայրացած իրականում շատ զայրացած բայց ամեն դեպքում ամեն ինչին պետք է նայել արկածի տեսանկյունից Այդպես այդ հարցը լուծում ենք, իրան բերում են մեզ մոտ, որ ներողություն խնդրի եւ ասում են, որ ինքը այլևս չի աշխատելու, ու հետո մենք ճշտում ենք ինքը զրկվում է։ Լիցենզիայից որպես գիծ, շատ լավ է։ Մեր մաղթում այսպեսի ոստիկանություն։ Այո։ Երկար ժամանակ ճամփորդած մարդիկ կան, ովքեր որ միանում են խմբին ու ուզում են մի հատ այլ աղջիկների հետ ճամփորդել ու ինչ հա տալիս գլոբալ իմաստով մենակ աղջիկներով ճամփորդությունը շատ տենց աղջիկական բան է հնչում մենակ աղջիկներով Իհարկե կան իմիջիալից ասեմ որ իմ տուրեր միանում են մինչև 76 տարեկան ամենատարեց կինը ով է 76 եւ 74 տարեկան քուրիկներ են եղել ինչ հավես է ովքեր ասեցին որ իրենց թորնիկներին երեխաներին ունեցել են արդեն պահել են հիմա իրենց հերթավայրում շատ օրինակելի են իրանք իսկ շատ ճամփորդած եղել է հատկապես Նյու Յորք, Մայամի այդ տուրին են միացել ու ոչ ստանդարտ տուրերին են միանում օրինակ Մարոկո, Ամերիկա մի քիչ ավելի դժվար եւ սպეციფიկ տուրերի հավանաբար, չէ։ Հա, այդ տուրերն են միան, որ մենակ չեն կարող գնալ, բայց իրանց են տալիս տուրերը, որ իրանք նոր ծանոթություններ են ձեռք բերում ու ես հետո տեսնում, որ իրանք սկսում են համագործակցել իրար հետ։ Ինչ լավ է։ Հա, ես իմ տուրերի ժամանակ իրական շատ այդպես խոսակցություններ, զրույցներ եմ անցկացնում աղջիկների հետ, որ այս նեթվորքինգը շատ կարևոր է ու հետո երբ որ տեսնում եմ իրանք իրար բիզնեսներով սկսում են իրար մոտիվացնել, համագործակցել, այդ ինձ շատ ուրախացնում է։ Հասմիկ, աղջիկներ ավելի շատ տեսնելու, ճամփորդելու համար են գալիս իրականությունից կտրվելու, թե նկարվելու։ Գիտեի, որ այս հարցը հնչելույո։ Իրականում տարբեր են։ Աղջիկ կա, որ գալիս է թանգարաններով շրջելու, աղջիկ կա, որ գալիս է շոփինգի, աղջիկ կա, որ գալիս է նկարվելու։ Ինձ շատ մոտ եւ հարազատ մարդ, ում հետ ես խնդիր եմ ունեցել, որովհետեւ մենք իրեն քուրիկս կորցրել ենք Դուբայի անապատում նկարվելու պատճառով։ Շատ հարազատ մարդ։ Քուրիկս թողեցի անապատում վերադարձա։ Ինքը ուղղակի գնացել էր տենց մի փոքր հեռու, որտեղ մարդկային ոտնահետք չկա, որ ինքը այնպես նկարվեր, որ հրաշալի գաղափար է։ Ու կորել էր։ Երկոր է, ուղղակի մենք տենց կես ժամ 30 հոգով սպասում ենք մինչև Չէ, լավ, խմբի հանդեպ անպատասխանատու վերաբերմունք է, բան չունեմ ասելու, բայց նաև կան մարդիկ, որոնք եւ թանգարաններ են այցելում, եւ քաղաքում են թափառում, եւ նկարվում են, մի խոսքով համատեղում են ամեն ինչ։ Այո, այդպեսին է իմ կողքին է, Այդան, ով հասցնում է ամեն ինչ անել։ Դա շատ լավ է։ Խորհուրդներից խոսեցիր ու նաև թե ինչպես է կոմունիկացվում, վստահաբար լինում են շատ սիրուն զրույցներ։ Այդ ընթացքում հասցնում ես պատմել քո փորձի ու փորձառության մասին եւ թե ինչպես քո փոքրիկ գաղափարը դարձրիր բիզնես գաղափար եւ իրականություն։
Հա, իհարկե, հասցնում ենք հատկապես երբ որ երկար ճանապարհ են գնում ու երկրից դուրս տուրերի ժամանակ, որովհետև իհարկե հիմա ժամանակ չունենք ճամփորդելու, բայց էս էլ մեր փոքրիկ ճամփորդությունն է այս տաղավարի սահմաններում։ Շատ մեծ սիրով, ես շատ եմ սիրում այս պատմությունը, որովհետև եթե ես մի փոքր այլ մտածելակերպ ունենայի, չկարդայի այն գրքերը, որոնք կարդացել էի մինչև դա, ես այս գործը կթողնեի, քանի որ ես ունեցել եմ շատ հենց առաջին Եվրոպա տուրի ժամանակ 2019 թվականն էր, ես ունեցել եմ շատ մեծ կորուստ, ֆինանսական մեծ կորուստ, Ինչքան 1.5 միլիոն, երբ որ ես աշխատում եի ընդամենը 100,000 դրամ։ Այդ այսինքն գողացել են։ Չէ, չեն գողացել, ուղղակի Լեհաստանի օդանավակայանում չեն թողել աղջիկներին, որ անցնեն, ու այդ ամբողջ ծախսը ես ասի, որ ես ինքս կտամ, բայց բնականաբար դա չկար, քանի որ արդեն ամեն ինչի համար վճարել ենք եւ ես շատ լավ հիշում եմ այդ օրը, անձրև էր գալիս ու ես տենց բոլոր բանկերով գնում եի, որովհետև ես խոսք էի տվել, որ պետքա հաջորդ օրը վերադարձնեմ ու ինչ ուզում լինի, ես այդ պետքա վերադարձնեի, քանի որ խոսք էի տվել։ Եվ վերջին բանկը, որ մտա, իրենք ինձ տվեցին այդ 1.5 միլիոն վարկը, որը ես իրանց տվեցի ու ասացի, եթե ես ունեցել եմ այսպիսի անհաջողություն, այդ նշանակում է ես շատ մեծ հաջողություններ պետք է հասնեմ։ Ու այսի ուրեմն ճիշտ ճանապարհի վրա եմ, հատկապես երբ որ բոլորը առաջին միտքը էդ է եղել, որովհետև բայց մեծամասն բոլորը հիասթափվել, որ այո, հենց նոր կորցրել եմ 1.5 միլիոն, Լեհաստանում ձախողել եմ ամեն ինչ, օդանավակայանում պատկերացրու այդ ստրեսը, որ աղջիկները կանգնած են։ Ինչ է պատճառը։ Լեհաստանի օդանավակայանում միշտ այդպիսի խնդիրներ լինում են, ու երբ որ ես այնտեղ գնում եմ, սկսում եմ իրենց հետ վիճել, իրենք ասում են դե ուղղակի այդ կինը տրամադրություն եւ չունես ստորագրել, ոչ մի չեն կարող անել, կարող եք հետ գնալ, նորից գալ, ու ես այդ բանը մտածում եմ, որ աղջիկներից մեկը օրինակ բաժանվել է, ինքը իրաց փոփանքներ գտնում, մեկը հազիվագումարը հավաքել որ գա, ու ես կարայի գնայի շարունակեի ճանապարհորդությունը, բայց այդպես խիղճս հանգիստ չէր լինի, դրա համար իրենց հետ եմ վերադառնում, ասում ոչ հաջորդ օրը ձեր գումարը հետ կվերադարձնեմ, բայց ես շնորհակալ եմ այդ պատմությանը ու ես ասում եմ դե կարող է 3 հոգու փոխարեն 10 հոգի լիներ, ավելի բարդ լիներ, հիմա այս վատի մեջ լավը պետքա տեսնենք, հա ու միշտ որ սուպեր լավ է կարող է այո հաջողակ մարդկանց կյանքը որ կարդում էի, այնտեղ կար որ այդպես բոլորը հարթ ճանապարհով չեն անցել ու միշտ պետքա այդ ձախողումը լինի, որ կարողանաս գնահատել ու դասեր քաղել քո սխալների։ Ինձ նստած սպասել ես մի հատ ձախողում լինի, որ ասես հաստատ հաջողելու եմ։ Ժամանակ հիմա կարող է այդպես լինի, որովհետև միշտ ես մտածում եմ, որ յուրաքանչյուր հաջողությունից հետո մենք մի հատ անհաջողության ենք գալիս, որ այդ մեր համար փորձադաշտ է, որ իմանանք ուրեմն ավելի շատ բան է մեզ սպասվում, բայց այն ժամանակ ենթագիտակցորեն է եղել ուղղակի։ Օդանավակայանային ստրեսները ամենասարսափելի բաներն են իրականում, որովհետև դու մի հատ տեղ կա, մինչև անցնում ես այդ անձնագրային ստուգման կետը, ուղղակի հոգիդ եւ ամեն ինչ միշտ շատ տարբեր է, նույնիսկ եթե ամեն անգամ նույն երկիր ես գնում, միշտ ինչ որ իրարից տարբերվող խնդիրներ են առաջանում, որոնք նախկինում երբեք չեն եղել։ Հասկանում ես որտեղից ծլեց այդ նոր խնդիրը, ինչի հենց նոր հորինեցին նման բան։ Բայց պետքա չնայել դրան կներեք խնդրի տեսանկյունից, այլ արկածի ու նոր ինչ որ հետաքրքիր կդրսևորվես որպես օրինակ միայնակ ճամփորդողի։ Հասմիկ, որ երկրներում ու որ քաղաքներում են աղջիկները ամենաապահովը զգում իրենց ու որ երկրներն են ձեր Ավետին էսօր խիստ աղջիկական հարցերն են հետաքրքրում։ Դե մենք աղջիկներով գնում ենք ուղղակի դրա համար եմ ճիշտ։ Իրականում այդ ապահովության զգացումը չի գալիս երկրից, որովհետև ես միշտ աղջիկներին ասում եմ, զգուշությունը ցանկացած տեղ է պետք, այլ երևի թե կամ ինձանից ու ընկերուհուցս մենք միասին ենք կազմակերպում ճանապարհորդությունները երկրից դուրս, մենք իրենց տալիս ենք այդ զգացումը, որովհետև մենք ինքներս պատրաստ ենք մեզ վրա ամեն ինչ վերցնել, եղել է որ հայտնվել ենք նաև հիվանդանոցում, քանի որ աղջիկներից մեկը ձեռքը կոտրել է ու բնականաբար մենք ենք առաջին իրենց կողքը եղել ու կապ չունի ժամը եւ այլն ու այդ ապահովության զգացումը մենք ենք տալիս մեր ընտրած գիդերի ու արդեն երկար տարիներ համագործընկերների հետ։ Բայց մեկ քաղաք որ կնշեք, մեկ երկիր պետություն։ Երևի Դուբայը։ Զրույցը կարծում եմ պետք է ամփոփել խորհրդով, որը կտա մեզ Հասմիկը, մեզ ու մեզ դիտողներին։ Դու ամեն դեպքում 0-ից այս կետին հասած մարդ ես։ Ինչ խորհուրդ կտաս մարդկանց, ովքեր ունեն գաղափարներ, բայց դեռ վախենում են առաջին քայլն անել։ Ամենամեծ խորհուրդը որ կտամ, այդ երբ որ երկմտում եք անել թե չանել, միշտ արեք, որովհետև երբեք չարածի համար չենք փոշմանում, իսկ ասում եմ մարդ, որը կորցրել է 1.5 միլիոն դրամ։
Միշտ չարածի համար ենք փոշմանում, իսկ արածի համար երբեք չենք փոշմանում։ Դաս ենք քաղում։ Այո, դաս ենք քաղում, դասեր սովորեցինք, անցնում ենք առաջ ու էլի անընդհատ փորձում ենք եւ ամենակարևոր բաներից մեկը միշտ գնեք ոչ թե նյութական իրեր, այլ էմոցիաներ ու միշտ ափսոսեք ձեր ժամանակը, որովհետեւ մեր տարիները, ժամանակը ու հնարավորությունները անցնում են երբեք չեն կրկնվելու, իսկ փողը միշտ կվերադառնա։ Փայլուն խորհուրդ բոլոր նրանց, Եվ փայլուն վերջաբան այս զրույցի համար կարծում բոլոր եմ։ նրանց, ովքեր որ պլանավորում են մեկնել, բայց մտածում են դե լավ, ավելի լավ է մի հատ էլ շկաֆ առնենք կամ մի հատ էլ մեծ ինչ-որ մի բան առնենք, դնենք տունը այդ փտի, բայց իրանք չգնան մի հատ նոր երկիր տեսնելու։ Այդա գոհես։ Շատ գոհ եմ, շատ շնորհակալ եմ եւ հաճելի պատմությունների եւ ընդհանուր քո անցած ճանապարհը մեզ հետ կիսելու համար։ Հուսով եմ, որ իսկապես խորհուրդները տեղ կհասնեն եւ գաղափարներն իրականացնելու առումով եւ ճամփորդելու։ Դուք գրեք Հասմիկին Ներսիսյան, գտեք նրան Instagram-ում, գրեք եւ աղջիկներով գնացեք տժիկների հետևից։ Կամ կարող եք խորհուրդներ հարցնել։ Կամ Կհանդիպենք։